8 տարում 3 դատական հայց բնապահպան լրագրող Թեհմինե Ենոքյանի դեմ։ 2018 թվականից սկիզբ առած դատական գործերը բողոքարկման տարբեր փուլերում դեռ ընթացքի մեջ են։ Թեհմինե Ենոքյանի դեմ դատական առաջին գործը հարուցվել է 2018 թվականին։ Ամուլսար տանող ճանապարհները, երբ որ փակվեցին եւ տեղացիները իրենց բողոքի ակցիաներն էին իրականացնում Ամուլսարի շրջակայքում եւ Ամուլսար տանող ճանապարհների հատվածում, այդ պահից սկսած տարբեր ակցիաների ժամանակ, միտինգների ժամանակ տարբեր ելույթներ էինք ունենում։ Մասնավորապես ես խոսել եմ Լիդիան Արմենիա ընկերության գործունեության մասին եւ մեջբերել եմ միջազգային ստանդարտների կետեր, որոնցով որ ընկերությունը իրավունք չուներ կոնֆլիկտային միջավայր ստեղծել մեր համայնքում եւ հարակից գյուղերում կամ հարակից համայնքներում։ Ես այդ կոնֆլիկտների մասին եմ խոսել, որակավորումներ եմ տվել, իմ գնահատականն եմ տվել այդ գործունեությանը, ինչի հետևանքով այդ գործը արժեցել է 3500 եվրո դատական հայցի, այսինքն 1 միլիոնի չափ պահանջ են ներկայացրել, գումարած իրենց փաստաբանի ծախսը։ Դա 18 թվականն էր, բայց դրան հաջորդել է նաև եւս մեկ դատական հայց Լիդիան Արմենիա ընկերության կողմից եւ 28 հոգու էին դատի տվել, պահանջում էին ամենօրյա իրենց չաշխատանքի դիմաց վնասի փոխհատուցում եւ քանի որ դատարանը պահանջել էր, որպեսզի իրենք ներկայացնեն յուրաքանչյուր 28 հոգուց ամեն մեկից ինչքան գումար են իրենք պահանջում որպես վնասի փոխհատուցում, իրենք այդ հաշվարկը չէին արել եւ դատարան համակարգում եթե հետևենք, դատարան չեն ներկայացրել դատարանի պահանջով անհրաժեշտ փաստաթղթեր, այդ հայցը վարույթ չէր ընդունվել, բայց դատը գոյություն ունի որպես այդպիսի։ 2022 թվականին, երբ որ դատավճիռ եղավ Լիդիան Արմենիա ընկերության օգտին, Առաջնատյանի դատարանը որոշեց, որ ես պետք է 100,000 դրամ վճարեմ իրենք բողոքարկեցին վերաքննիչ, ես եւս բողոքարկեցի, համարելով, որ ընդհանրապես ես ոչինչ չունեմ վճարելու եւ հերքելու, բայց վերաքննիչ դատարանը ի օգուտ ընկերության վճիռ կայացրեց, ընդհանրապես հաշվի չառնելով ոչ ֆինանսական վիճակը, ոչ դատաքննություն կարգին իրականացրեց եւ այլն։ Ես բողոքարկեցի վճռավեք դատարանի հայցը չլսեց եւ ես պարտվեցի դատարանում վճարելով ընկերությանը 3500 եվրոյի չափ գումար։ Բողոքարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ըստ դեպքում Հայաստանի Հանրապետությունն է պատասխանող կողմը եւ պահանջում եմ իմ գանգատով, որ իմ խոսքի ազատությունը եւ գնահատողական դատողությունը իրավունք ունենա գոյություն ունենալ։ Այդ ժամանակ 60-ից ավելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դատապարտող հայտարարություն տարածեցին դատարանի վճիռը որակելով որպես վատ նախադեպ, որից կարող էին օգտվել նաև այլ ընկերություններ։ 2023 թվականի հունվարին Թեհմինե Ենոքյանի դեմ հայց ներկայացրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այն բանից հետո, երբ լրագրող էկոակտիվիստ Թեհմինե Ենոքյանը Facebook-ի իր էջում վերահրապարակեց իրավատեր կապանցիներ Facebook-յան էջում արված գրառումը ողջի գետի աղտոտման վերաբերյալ։ Հատկանշական է, որ Facebook-յան գրառման համար դատարան կանչվեց ոչ թե նյութի սկզբնաղբյուրի հեղինակը, այլ Թեհմինե Ենոքյանը, ով ընդամենը վերահրապարակել էր այդ գրառումը։ 2022 թվականի դեկտեմբերին նկատեցի, որ իրավատեր կապանցիներ հասարակական կազմակերպությունը տեսանյութերի շարք է արել ուղիղ եթեր ֆորմատով, որը կեղծման ենթակա չէ ուղղակի Facebook-ում եւ այդ տեսանյութերում գրել էր, որ վթար է տեղ ունեցել, եղելությունը դիտարկել էր որպես վթար, անգամ որակել էր, որ վթարը վերացրեց ԶՊՄԿ-ն, այսինքն պատասխանող կամ պատասխանատու էր դիտարկել ընկերությանը, բայց ես ընդհանրապես ընկերության մասին չեմ խոսել իմ Facebook-յան գրառման մեջ, ես տարածել եմ այդ տեղեկատվությունը որպես երկրորդ աղբյուր, գրելով, որ ԶՊՄԿ-ից Արծվանիկի Պոչամբար գնացող խողովակաշարը վթարվել է, կրկին աղտոտվել է ողջի գետ։ Այս մոտավորապես այսպիսի նախադասություն եմ գրել եւ նաեւ խոսել եմ ընդհանրապես դատախազության գործունեության մասին, որովհետեւ հոյակապ հիշում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին կրկին աղտոտվել էր ողջի գետը, քրեական գործ էր հարուցվել եւ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ ընկերությանն էր եւ ահռելի մեծ վնասներ էր պատճառվել շրջակա միջավայրին, բայց այդ քրեական գործը դոփում է մինչ օրս
տեղում, ինքը դատարան չի հասել եւ այլն եւ այլն։ Ես խոսել եմ ընդհանրապես դատախազության վերահսկողության մասին, իրավապահ համակարգի գործունեության անգործության մասին, բայց ընկերությունը վերագրել է այդ ամբողջը իրեն, մտածել է, որ ես իրեն եմ բարի համբավին եմ վնաս պատճառել եւ 6 միլիոնի դատական հայցեր ներկայացրել իմ դեմ։ 3 տարի տևեց այդ դատական գործը եւ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրեց, որ մերժում է ամբողջությամբ ընկերության հայցը։ Ընկերությունը մի քանի անգամ փորձել էր փոխել հայցի հիմքերը, սակայն դա եւս չհաջողվեց իրենց հայցի հիմքերը փոխել եւ վերաքննիչ դատարանը եւս իմ օգտին վճիռ կայացրեց։ Ընդհանուր առմամբ 250,000 դրամ ընկերությունից պետք է բռնագանձվի ինձ որպես ողջամիտ փաստաբանի ծախսի գումար։ Դատարանն այս դեպքում վճռի հիմքում տարանջատում էր դրել փաստի ու գնահատողական դատողության վրա, օրինակներ բերելով տարբեր երկրների փորձից։ Տվյալ դեպքում հայցը համարվել է խոսքի ազատության դեմ ուղղված։ Կիրառվել է նաև հանրային գերակաշահ տերմինը, այն առումով, որ Թեհմինե Ենոքյանի գրառումը ոչ թե սեփական, այլ հանրային շահի վերաբերյալ է եղել։ Այս առումով ընկերության 6 միլիոն դրամի պահանջը դատարանը հիմնավոր չի համարել։ Դատարանը արձանագրել է գնահատողական դատողությունն ու փաստը եւ հստակ ասել է օրինակներով, որ խոսքի ազատության մասին հստակ գործեր կան, մեջբերել է այդ խոսքի ազատության մասին դատական գործերը, մի քանի երկրների օրինակներ է բերել, Ռուսաստանի, Դանիայի օրինակներն է բերել, մեր Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական վճիռներ է մեջբերել եւ վերհիմքում, դատական հիմքում դրել է մի շարք այս տեսակ օրինակներ, որով որ համարում է, որ իմ դեմ կայացված այսինքն հայցը, եթե դա խոսքի ազատության դեմ հայց էր եւ հանրային գերակաշահ տերմինը դա շատ կոնկրետ կիրառելի է, որովհետեւ ես բնության աղտոտման մասին եմ խոսում, սեփական անձնական ինչ-որ շահի հետևից չեմ ինչ-որ բան ասել կամ արել։ Երրորդ ես առաջնային աղբյուր չեմ եւ եղած մամուլում հրապարակված տեսանյութերի կամ հրապարակումների արդյունքում արել եմ իմ գնահատողական դատողությունը, ինչի իրավունքում ունեմ։ Ընկերությունը շատ անգամներ դատարանում փորձ է արել ցույց տալ, որ իբրև իրենք իրենց իրավունքն են պաշտպանում եւ այսպես համարում են, որ դա իրենց 6 միլիոնի վնաս է պատճառել եւ ապացուցման բեռի բաշխման ժամանակ ակնհայտ դարձավ, որ իրենք չկարողացան ապացուցեն, թե ինչպես է ստացվել, որ 6 միլիոնի վնաս ենք պատճառել, երբ որ ես երկրորդային աղբյուր լինելով ընդհանրապես փաստ եմ արձանագրել, ոչ ավելին։ Թեհմինե Ենոքյանի դեմ երրորդ դատական հայցը ներկայացրել է Լիդիան Արմենյան ընկերությունը վերջերս կրկին ֆեյսբուքյան գրառման համար, որը եւս էլ ընկերությանը չի վերաբերվում, ես խոսել եմ ընդհանրապես բնության եւ ամուսարի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում աղտոտման տարբեր դեպքերի, որոնց արդյունքում կան քրեական գործեր կամ տուգանքներ եւ այդ դեպքերը պարբերաբար կրկնվում են։ Հստակություն որպեսզի լինի, ես հստակ գիտեմ, որ ամուսարի տարածքը միայն Լիդիան Արմենյան ընկերությանը չի, որ պատկանում է, ամուսարի տարածքը շատ ավելի լայն հասկացություն է իրենից ենթադրում եւ շինարարություն անող ընկերությունները այնտեղ շատ տարբեր կարող են լինել, սկսած ընկերության կապալառուներից վերջացրած հեծով, չգիտեմ, մասնավոր ինչ որ մեկը կարագործունեություն ծավալի պաշտպանության նախարարությունը, կարաշինարարությունը անի ճանապարհներ կարող են այնտեղ գծվել, շատ տարբեր մարդիկ կարող են այնտեղ գործունեություն ծավալել, որի արդյունքում կարող եւ վնասվի ջուրը, աղտոտվի ջուրը եւ միշտ չի որ օրինակ այդ տեսակ գործունեության պատասխանատուն ընկերությունն է կամ իմ գրառումը վերաբերվում է հենց ընկերությանը կամ թիրախավորել եմ հենց ընկերությանը։ Երեք դատական հայցերն էլ այժմ բողոքարկման տարբեր փուլերում են։ Առաջին գործով Թեհմինե Ենոքյանը վճռաբեկ դատարանի վճիռը վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Երկրորդ գործով առաջին ատյանի, հետո նաև վերաքննիչ դատարանը հայցը մերժել է։ Երրորդ գործը դեռ առաջին ատյանի տիրույթում է։ Իրավապաշտպանները Թեհմինե Ենոքյանի դեմ հարուցված դատական գործերը որակում են որպես ազատ խոսքի ու հանրային մասնակցության դեմ ուղղված հայցեր։ Միջազգայինորեն այդ տերմինը որակվում է որպես SLAPP, այն է հանրային մասնակցությունը ճնշելու դատական գործեր։ Դրանք սովորաբար ուղղվում են բնապահպանների, լրագրողների ու իրավապաշտպանների դեմ, հատկապես այն դեպքերում, երբ նրանք բարձրաձայնում են բնապահպանական խնդիրների մասին։ Վերջին տարիներին Հայաստանում նմանատիպ ավելի քան 30 դեպք է գրանցվել։ Մինչև 18 թվականը շատ քիչ են եղել այդ տեսակ դատերը, 18-ից հետո սկսվեց իբրև թե ժողովրդավարության գործիք կիրառելու
մեթոդը եւ իբրև այդ մեթոդը որպես դատական հայց մեր դեմ ներկայացրեցին եւ մտածեցին, որ դե ժողովրդավարական գործիքակազմից են օգտվում, բայց ճիշտ հակառակը սա խոսքի ազատության դեմ գործիք էր, ոչ թե ժողովրդավարության եւ խոսքի ազատության համար գործիք։ Ես չեմ ասում, որ մարդը եթե ինչ-որ բան է ասում, ապա պետքա անպատասխանատու ձևի բոլորին հայհոյի, չգիտեմ, ատելության խոսք տարածի եւ դրա համար պատասխան չտա։ Ոչ, խոսքը դրա մասին չի, խոսքի ազատությունը հենց առաջինը պատասխանատվությունը արածդ հայտարարության եւ քո խոսքի կշռի նկատմամբ։ Սլափերի կանխարգելման եւ դրանց դեմ պաշտպանության նպատակով Եվրամիությունում եւ Եվրոպայի խորհրդում արդեն գործում են դիրեկտիվաներ ու օրենսդրական նախաձեռնություններ։ Հայաստանում նման օրենսդրություն դեռ չկա։ Տեհմինե Յենոքյանի խոսքով օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են նաև այն առումով, որ հնարավորություն կտան զատել զրպարտությունն ու հանրային մասնակցության դեմ ուղղված հայցերն իրարից, եւ որպիսի նման գործերը դատարանը վարույթ չընդունի, անհրաժեշտ է օրենսդրությամբ ամրագրել Սլափ եզրույթը։ Քաղաքացու ձայնը Մայրաքաղաք Երևանից։